1991 TV YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է բարև ձեզ։ Ինչպես եւ սպասվում էր, այսպես կոչված հեղափոխության պլանի բացահայտումից հետո ռեպրեսիվ գործողությունների աշխարհագրությունը ընդլայնվեց, թիրախները շատացան, խուզարկությունները, ձերբակալությունները հասան մայրաթոր, վեհարան եւ ակնհայտ է, որ այս գործընթացը դեռ շարունակվելու է եւ թիրախները հետագայում նույնպես ընդլայնվելու են, այսինքն ռեպրեսիաների այս ալիքը ամենայն դեպս իմ տպավորությամբ նոր միայն սկսվում է։ Իհարկե, տարբեր ժամանակներում Հայաստանի այսօրվա իշխանությունների թիրախները տարբեր են եղել եւ այնպես է ստացվել, որ ինչ որ մի կառույց կամ անհատ թիրախավորվում է, հասարակությունը վրդովում է, որոշ ժամանակ անց նոր թիրախ է հայտնվում, նախկինը մոռացվում է եւ այսպես շարունակ անընդհատ։ Բայց այս նոր ալիքը ինձ ստիպեց փորձել վերհիշել, թե ընդհանրապես վերջին 7 տարիների ընթացքում ինչ անհատներ կամ կառույցներ են հայտնվել Նիկոլ Փաշինյանի իշխանության թիրախում։ Եվ զարմանալի օրինաչափություն բացահայտվեց, որ բոլոր այդ թիրախները կամ հայկական, զուտ հայկական կառույցներ են կամ հայեր, անհատներ որպես։ Դա թիրախավորել է միայն հայկականը, միայն հայկական կառույցները եւ ազգությամբ հայ անձանց։ Օրինակ հեղափոխությունից անմիջապես հետո հիշում եք, թիրախում հայտնվեց գեներալ Մանվելի տեսքով բանակը, գեներալիտետը, հրամանատարությունը եւ խոսքը հիմա արդեն ակնհայտ է, որ կոնկրետ հանցագործություն կատարած գեներալի մասին չէր, այդ հանցագործության բացահայտումը չէր, նպատակը նրան նվաստացնելն էր, հրապարակավ նվաստացնելն էր եւ իդեմս նրան նվաստացնել ամբողջ գեներալիտետին, հրամանատարությանը, հետագայում իհարկե դրան ավելացավ այսպես կոչված ելակների շոուն, հիշում եք, բնականաբար խնդիրը զինվորներին ելակով կերակրելը չէր, նպատակն այն էր, որ ցույց տան, թե ինչպես են նախկինում ինչ որի են եղել զինվորականները, տեսեք հնարավոր էր նաև այսպես, հետևաբար բանակը վերածված է եղել ինչ որ թալանչի, ավազակ գեներալների ինչ որ ճորտատիրական համակարգի, սա էր նպատակը։ Անգամ հապկի դեմ, հիշում եք այդ արշավը, ոչ այնքան հապկի դեմ էր, որքան Յուրի Խաչատուրովի ազգությամբ հայ, եւ իդեպ հիմա էլ երբ ասենք Ռուսաստանի դեմ ինչ որ այդպիսի քայլեր են արվում, դեմարշներ են արվում, եթե նկատել եք օրինակ ռուսաստանցիներին, որ Հայաստանում մուտք արգելում են, նրանց հայտարարում են persona non grata, նրանց 90%-ը էթնիկ հայեր են, ազգությամբ հայեր են, նույնիսկ այդ դեպքում։ Ինչևէ, հետո տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը, այդ ծանր պարտությունը եւ այդ պարտությունից հետո այդ թիրախավորումները շարունակվեցին։ Տեսեք, պատերազմից հետո երբևէ լսել եք, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին կամ Ալիևին ուղղակի մեղադրի ագրեսիայի, իսկ հետագայում նաեւ էթնիկ զտումների մեջ։ Ոչ։ Այդ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի թիրախում ովքեր հայտնվեցին։ Ընդդիմությունը հայ, Հայաստանի ընդդիմությունը, որ իբր դիտմամբ տանում էր պարտության, գեներալները ապաշնոր, հետո 11000 դասալիկները, որ հետո ավելացրեցին, դարձան 600,000 պոտենցիալ դասալիկներ, խոսքը Հայաստանում ապրող բոլոր տղամարդկանց մասին էր, հետագայում դա դարձավ, այսինքն թիրախավորվեց արդեն, դա հայերը թիրախավորվեցին եւ ոչ թե ադրբեջանցիները։ Անկամ օրինակ Շուշիի դեպքում, Շուշիի անկման դեպքում խոսքը ոչ թե Ադրբեջանը չէր, որ թիրախավորվեց, այլ հայերը, Ղարաբաղի իշխանությունները կամ բոլորս մենք, որ Շուշին թողել էինք անտեր, հա, դժգույն, դժբախտ քաղաք։ Հետագայում այդ տարածվեց նաև Հայաստանի վրա, երբ Ադրբեջանը ագրեսիա իրականացրեց հայաստանների սահմանների նկատմամբ, Հայաստանի իշխանությունները մի թեթև ձևի համար քննադատեցին Ադրբեջանին, բայց հիմնականում մեղադրեցին Հայաստանի ամբողջ ժողովրդին եւ նախկին իշխանություններին, որ ինչու են այդ սարերը ամայի անբնակ, կամ եթե այդքան մտածում եք Շորնուխի մասին, ինչու էր այդտեղ այդքան քիչ բնակչություն եւ այլն, այսինքն դարձյալ թիրախավորվեց ոչ թե ագրեսորը, այլ հայերը, Հայաստանի նախկին իշխանությունները, Հայաստանի ժողովուրդը։ Հետո արդեն երբ այսօրվա բանտարկյալները, ռազմագերիները գտնվում են
Բաքվի բանտում, երբևէ լսել եք օրինակ, որ Նիկոլ Փաշինյանը շատ կոշտ հայտարարություն անի այդ արդիվ, պահանջի Ադրբեջանից արդար դատավարություն կամ նրանց հանձնեն եւ այլ, չեք լսել, հակառակը։ Դարձյալ թիրախավորվել են հայերը, ովքեր այսօր Բաքվի ռազմական դատարանում են։ Հիշում եք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։ Դեռ պետք է պարզել, թե Ռուբեն Վարդանյանին ով է գործուղել, ինչ նպատակով է գործուղել։ Այսինքն էլի թիրախում ոչ թե ադրբեջաններ, այլ հայ մարդիկ, հայերը։ Հետո դա տարածվեց Սամվել Կարապետյանի վրա, որովհետև էլի տեսեք, գտնվեց ինչ-որ մեկը, որ ունի բավականաչափ պոտենցիալ, նյութական, ռեսուրսային առումներով վարկաբեկված չի Հայաստանում, եւ թիրախավորվեց էլի հայ մարդը։ Հիմա հետագայում արդեն թիրախավորվեց Սփյուռքը, եւ այդ ընթացքում նաեւ թիրախավորվում էր Սփյուռքը անընդհատ։ Հետո թիրախավորվում էր եկեղեցին, այսօր էլ դա շարունակվում է, այսինքն այս էլի հայկական կառույցների մասին է խոսքը։ Անգամ կենցաղային մակարդակներով թիրախում են հայտնվել հայկական կառույցներ, ինստիտուտներ։ Պատմությունից սկսենք, եթե հիշում եք Նիկոլ Փաշինյանը դեռևս մինչև իշխանության գալը, օրինակ պատմությունն էր թիրախավորում, այն ինչ որ մեր թշնամիներն են ասում, որ մեր պատմությունը կեղծ է եւ այլն, Նիկոլ Փաշինյանը ինքն էր ասում, որ ուրեմն Գառնիի տաճարը հռոմեական հավաբուն է, ինքն էր անվանում, իսկ քարահունջը պարսատիկի քարեր են մի քանի, ինքն էր ասում, չէ, հետագայում արդեն ծավալները ընդլայնվեցին, եթե խոսում ենք պատմության մասին, օրինակ նույն ցեղասպանության հարցում էս վերջին տարիներին երբևէ լսել եք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարի կամ մեղադրի Թուրքիային Օսմանյան կայսրությանը այդ ցեղասպանությունը իրականացնելու համար։ Չէ, չկա այդպիսի բան, ճիշտ հակառակը։ Դարձյալ թիրախում հայտնվեցինք մենք, թիրախում հայտնվեցին հայերը, այն ժամանակվա քաղաքական կառույցները, մի խոսքով բոլորս, որ այ մենք մեզ ճիշտ չենք պահել, մենք մեզ ճիշտ չենք դիրքավորել, դրա համար էլ Թուրքիան ստիպված է եղել իրականացնել այդ ցեղասպանությունը։ Այսինքն էլի ոչ մի քննադատական խոսք Թուրքիայի հասցին։ Դարձյալ թիրախում հայտնվեցին հայերը, մենք հայտնվեցինք թիրախում, այսինքն Նիկոլ Փաշինյանը որտեղ ինչ թիրախավորում է, ուշադրություն դարձրեք, ես կարող եմ այս ցանկը էլի շարունակել։ Թիրախավորում է, հարվածում է միայն հայերին կամ հայկական ինստիտուտները, լինի դա եկեղեցի, լինի դա սփյուռք, լինի դա բանակ, լինեն դրանք անհատներ, հաջողության հասած հեղինակություն վայելող, լինի դա Ռուբեն Վարդանյան, Սամվել Կարապետյան, էլի ինչ-որ մարդիկ, ֆրանսահայ կամ չգիտեմ եվրոպահայ, որոնց մուտքը նույնպես Հայաստան արգելված է։ Էլի անգամ կեղծաղային մակարդակով կհիշեք, օրինակ, խոզի բդի դեմ այդ ծավալված արշավը, խոսքը ինչի մասին էր, որ դե հայկական ընտանիքները ավանդաբար նոր տարուն հավաքվում են ինչ-որ սեղանի շուրջ, եւ այդ քարոզչական արշավը կհիշեք, ինչ խոզի բուդ, ինչ հայտարարություն, մոռացեք այդ ամեն ինչ։ Իրականում դա այդ ավանդույթի դեմ էր, չէ՞, ոչ մեկի դարդը չէր կտրվել հայկական ընտանիքների ամանորյա սեղանի պարունակությունը խմբագրել։ Կամ օրինակ, հիշում եք պապուտ ընկած ծառերը կտրելու արշավի մասին, երբ որ վարչապետը կոչ էր անում, որ մարդիկ պիտի կտրեն իրենց պապուտ ընկած ծառերը, վերացնեն ավելին նույնիսկ այն գյուղերում, այն համայնքներում, որտեղ համաձայնվում են դա անել, խոստացվեց եւ իրականացվեց արտոնյալ ներդրումներ, ինչ որ սուբվենցիոն ծրագրեր խրախուսվում էր, այսինքն եւ մի քանի այդպիսի գյուղեր համայնքներ գտնվեցին, որ համաձայն, այսինքն դա էլ էր թիրախավորվում էր այն, ինչ հայկական է։ Հիմա ընդհանուր կարծիքը տեսակետը այն է, որ օրվա իշխանությունները Նիկոլ Փաշինյանը պարզապես թիրախավորում է այն ամենը, ինչը համարում է վտանգ իր իշխանության համար։ Եվ դրա մեջ իհարկե ճշմարտության մեծ բաժին կա։ Բայց միայն դա չի, օրինակ ավելի հավանական է, որ իշխանությունները թիրախավորում են ոչ թե այն, ինչ վտանգ է իրենց իշխանության համար, այլ այն, ինչ վտանգ է Հայաստանի թշնամիների համար։ Որտեղ եթե այս տեսանկյունից ենք նայում, հակառակ դեպքում ինչպես բացատրել, որ որևէ մեկը քննադատության չի ենթարկվում, որևէ մեկը թիրախում չի հայտնում, բացի ազգությամբ հայերից, բացի հայկականից, բացի հայկական կառույցներից, ինստիտուտներից, ավանդույթներից, պատմությունից եւ այլն, միայն հայկականն է թիրախավորվում։ Եվ սա իսկապես
ոչ միայն շատ մտահոգիչ է, այլև հիմքեր է տալիս ենթադրելու, որ այն ամենը, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, Հայաստանի քաղաքական դաշտում, այդ ամենը այնքան էլ քաղաքականություն չէ։ Դա առանձնապես կապ չունի քաղաքականության հետ, այստեղ բոլորովին այլ հարցեր են լուծվում եւ այլ մեթոդներով են լուծվում։ Սա դասական առումով քաղաքական չէ, դրա համար էլ երբ օրինակ խոսում են այն մասին, որ դե եկեղեցին չպիտի միջամտի քաղաքականությանը, չպիտի խառնվի քաղաքականությանը, իհարկե չպիտի խառնվի քաղաքականությանը, բայց այն ամենը, ինչ որ կատարվում է այսօր, արդեն քաղաքականության հետ շատ կապ չունի։ Օրինակ Նիկոլ Փաշինյանի հետ հայտնվելը համաշխարհային մամուլի էջերում մեզ համար խայտարակ ձևով։ Այսինքն մենք աշխարհում ենք խայտարակ ենք, հասկանալի է, չէ՞, որ սա քաղաքականություն չի արդեն, միայն քաղաքականություն չի։ Սա շատ ավելի լուրջ խնդիր է, եւ սա պիտի ստիպի բոլորին հարցը ընկալել հենց այդ տեսանկյունից, որ սա այնքան էլ սա միայն քաղաքականություն չէ։ Եվ այն ինչի մասին որ խոսում է, օրինակ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու կոչերի կամ տերորիզմի կամ եւ այլնի մասին, սա էլ որևէ կապ չունի իրավական գործընթացների հետ։ Որովհետեւ բազմաթիվ հարցեր կան, անմեղության կանխավարկած կա, չգիտեմ, եւ ի վերջո չի կարելի ուժայիններին օգտագործել սեփական շահերի համար, ոչ թե քաղաքական ընդորում, սա այնքան էլ քաղաքական շահեր չեն։ Ուղղակի դարձնել սեփական գործ սեփական իշխանությունը երկարաձգելու համար։ Այնպես որ ես չգիտեմ, այս հարցերը կարելի է ընկալել միայն քաղաքական տեսանկյունից, թե ոչ հասկանալի է, որ քաղաքական ուժերը սա պիտի ներկայացնեն որպես քաղաքական խնդիր, որովհետև իրենց ունեցած գործիքակազմը քաղաքական է։ Դա հասկանալի է։ Բայց արդյոք հասարակության տեսակետն էլ դա է, որ սրանք քաղաքական խնդիրներ են, ոչ։ Հայաստանի սահմանադրությունը սահմանադրության մեջ գրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Դուրս եկեք փողոց ժողովրդին հարցրեք, իշխանությունը քեզ պատկանում է, թե քեզ չի պատկանում։ Որևէ մեկը չի ասի, չի հաստատ, որ այո, իշխանությունը պատկանում է ինձ։ Իսկ եթե այդ հոդվածը չի աշխատում, սա նշանակում է Հայաստանում արդեն սահմանադրական կարգը տապալված է ի սկզբանե։ Եվ խնդիրը ընդհանրապես այն է, թե ինչպես պետք է դա վերականգնել։ Հակասահմանադրական ճանապարհով կամ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու ճանապարհով, թե ի վերջո օրինական մեթոդներով։ Այս մասին է խոսքը, եւ այս ընտրության առաջ է, որ պիտի կանգնած լինի հասարակությունը։ Քաղաքական դաշտը մեկը կարող է այսպես ասել, մեկը կարող է այնպես ասել, հասկանալի է, որ այս ամենը իշխանությունների տեսանկյունից քաղաքական հարց չի։ Հասարակության տեսանկյունից նույնպես քաղաքական հարց չէ միայն։ Քաղաքական ուժերը իրենք պիտի որոշեն ինչպես անել, անձամբ ես կարծում եմ, որ երևի ամեն դեպքում սահմանադրական ճանապարհով ինչ-որ հարց լուծելու հնարավորություն դեռևս կա, եւ պետք է գնալ այդ ճանապարհով։ Ուրիշ բան, եթե բարձվի, որ այդ ճանապարհը արդեն չկա, սա այլ հարց է։ Կարծում եմ դեռևս կա այդ ճանապարհը եւ քաղաքական ուժերը կարծում եմ պիտի համախմբվեն այդ ուղղությամբ աշխատելու համար։ Եվ եթե իսկապես համախմբվեն, կարծում եմ այնուամենայնիվ հաջողության հասնելու շանսեր դեռևս կան։ Իհարկե գնալով ինչքան մոտենան ընտրությունները կամ ինչքան թեժանան ներքաղաքական պրոցեսները, այնքան ռեպրեսիվ, պետական ռեպրեսիվ մեքենան ավելի աներես քայլերով է առաջնորդվելու, ավելի բացահայտ մեթոդների է դիմելու, կոշտ մեթոդների է դիմելու, ավելի բացահայտորեն է կատարելու իշխանությունների ուղիղ եւ հակաօրինական հրահանգներ։ Ինչու հակաօրինական, որովհետեւ գործադիր իշխանությունը իրավունք չունի միջամտել իշխանությունների տարանջատման սկզբունք կա, չէ՞ դրա համար, բայց վարչապետը ուղիղ հրահանգ է տալիս, նրանք էլ վազելով գնում կատարում են։ Իսկ սա հենց սահմանադրական կարգի տապալում է նշանակում, որտեղ սահմանադրական կարգի կարևորագույն ատրիբուտներից մեկը իշխանության թևերի տարանջատումն է, ինչը այսօր եւ վաղուց եւ մինչեւ Նիկոլ Փաշինյան ոտնահարվել է Հայաստան, ոտնահարվել է միշտ։ Կարծում եմ քաղաքական ուժերը այս ուղղությամբ պիտի աշխատեն, մտածեն դեռևս եւ կարծում եմ, որ բավականին ժամանակ կա, իսկ ռեպրեսիաների ալիքը ընդհանրապես պիտի ընկալել որպես առաջին անգամ, չի երկրորդ անգամ, չպիտի ընկալել որպես ուղղակի պետության, պետականության թուլացման կամ ոչնչացման ուղղված քայլ եւ փորձեն հասկանալ, թե
ինչպես են դիմակայում դրան։ Դեռևս կան տարբերակներ եւ դեռևս կարծում եմ քաղաքական ուժերը պիտի սա հաշվի առնեն։ Այսօր այսքանը կհանդիպենք։